ուղղված է ոչ թե այս աշխարհին, Տիրոջ խոսքը ուղղված է մեզ, հավատացյալներին։ Ու Տիրոջ պատվիրանները թե հին ուխտում, թե նոր ուխտում տրված է փրկվածներին։ Նայեք, հին ուխտում, երբ որ Աստված տվեց 10 պատվիրանները, դա չտվեց փրկվելու համար։ Նա տվեց այդ պատվիրանները փրկված մարդկանց, որպես այդ խոսքը պահելով ունենան կյանք։ Նույն ձևի է Քրիստոսը նույնպես ունի պատվիրաններ մեզ համար, չէ՞։ Քրիստոսը մեզ պատվիրաններ է տվել, այդ պատվիրանները մեզ տված է ոչ թե որպես մենք փրկվենք, այլ որովհետև մենք փրկված ենք, այդ խոսքը մեզ տրված է, որպեսզի ապրենք։ Տեր Հիսուսը ասում է, սատանան գալիս է ինչի համար, որպեսզի գողանա, սպանի ու կորցնի։ Ասում են, իսկ ես եկա, որպեսզի դուք ունենաք կյանք եւ էլ ավելի։ Էլ ավելի կյանք մեզ ի՞նչ է պետք, մի հատ կյանք հերիք չի։ Ո՞վ է մեզանից ուզում էլ ավելի մի 10 անգամ ապրես երկրի վրա։ Ինչքան շատ այդքան լավ։ Ուրեմն ես լսել եմ հետաքրքիր մի հատ բացատրություն ու համաձայն եմ այդ խոսքի հետ, որ էլ ավելի կյանքը Տերը մեզ տալիս է ուրիշներին տալու համար։ Մի կյանքը մեզ համար, որ մենք ապրենք այդ էլ ավելի կյանքը, որովհետեւ մենք այդ կյանքով կիսվենք ուրիշների հետ։ Ու ինչ կյանքի մասին է խոսքը գնում։ Խոսքը, որ մենք այսօր լսում ենք, ռուսերեն Աստվածաշունչը անջատ է, թե չէ, կարող ասեմ ռուսերեն։ Տեր Հիսուս ասում է, որ համեմատեց խոսքը սերմի հետ, ասում է սերմնացանը հելավ, որպեսզի ծանի իր սերմը։ Ու մի մասը ընկավ ճանապարհին, մի մասը ընկավ քարքարոտ տեղեր, մի մասը ընկավ փշերի մեջ ու մի մասն ընկավ բարակ հողի վրա։ Հիմա բոլորս հետ երևի հողի հետ գործ ունենք։ Նայեք, որ ասենք ինչ է նշանակում օրինակի համար այդ ճանապարհը, կամ այդ քարքարոտ տեղը, կամ այդ փշերը, չէ՞ որ եթե վերցնենք ընդհանուր լրիվ մի հող է, չէ՞։ Ինչ որ մեկը որոշել է, որ այդտեղ պետք է որ ճանապարհ լինի։ Ինչ որ մեկը այդ քարերը չի հավաքել։ Ինչ որ մեկը թողել է, որ այդ փշերը աճի, բայց այդ 4 տեսակի հողերն են կարող է լինել բարարդ։ Այսինքն բարարդ լինելու համար պետք է ինչ որ մեկը մշակի, ինչ որ մեկը պատրաստի այդ հողը։ Որովհետև հողը ինքը իր մեջ ունի ընդունակություն եւ զորություն, երբ որ սերմը ընկավ հողի մեջ, ինքը իրեն կաճի։ Ճիշտ է, բայց պետք է որ այդ հողը, այդ բարարդ հողը պատրաստ լինի։ Հիմա ասենք մենք որ կարտոշկան ցանում ենք։ Մեզանից ով է նստում մտածում, հաշվարկում, ինչ քիմիական այնտեղ բաներ ա լինում, ռեակցիաներ ա լինում։ Ով է մեզանից հաշվում, ինչքան է լույս պետք, ինչքան է ջուր պետք, ոնց պիտի աճի, ոնց այդ process-ը ով է, ասենք, բանանում, ուսումնասիրում, ոնց է դա լինում։ Մեզ այդ պետք չի։ Տերը ասում է, որ խոսքի մեջ, որ հողը ինքը իրեն է բդող տալիս, ինքը իրեն հողը ունի, այսինքն եթե մենք վերցնենք, որ այդ հողը մեր սիրտն է, մենք Տերը նենց ստեղծել, որ մենք կարող ենք բերք բերել Տիրոջ համար, ու դա շատ կարևոր է, բայց բերք բերելու համար մենք մեզանից չենք կարող ոչ բան անել։ Եթե սերմը չլինի հողի մեջ, այդ հողը ինչքան էլ որ լինի բարարդ, չի կարող բերք բերել։ Բայց եթե ասենք հիմա այն օրը կարտոշկային բերը, սա հավաքվել եմ, ես չգիտեմ ինչ որ թանգանոց կարտոշկա, ասում եմ լավ սորտի կարտոշկա, վերցնենք այդ լավ սորտի կարտոշկան, վերցնում ես ու դնում ես նենց դարվակի վրա ու նայում ես։ Սա աղամարան եմ, ես ինչ կարտոշկային գնի, ամենքի մոտ բարձրանում ես, ես ինչ կարտոշկա է, չէ՞։ Դա նման է խոսքին, որը մենք գիտենք, Աստծո խոսքին, որը մենք հասկանում ենք, գիտենք, բայց չենք դնում մեր սրտի մեջ, որ պտուղ բերի։ Շատ մարդիկ պտուղ չեն բերի, ինչի համար։ Որովհետև խոսքը ընդունելով մեր մեջ չի ներթափանցում հավատքով։ Այսինքն խոսքը պետք է որ մեր մեջ ներթափանցի հավատքի միջոցով։ Նայեք։ Հիմա ուզում եմ կարդալ Մարկոս ավետարան 4 գլխից։ Աշակերտները հարցնում են, ինչու համար է առակներով խոսում, ասում է ձեզ տրված է խոսքը հասկանալ, բայց նրանց ոչ։ Ու մենք կարող ենք մի հարց տալ ինքներս մեզ, ինչի համար է մեզ տրված հասկանալու Աստծո խոսքը,
բայց աշխարհին չի տրված հասկանալու Աստծո խոսքը։ Մենք որ լսում ենք Աստծո խոսքը մեզ ուրախություն է բերում, չէ՞։ Բայց այս աշխարհին որ մենք ասում ենք Աստծո խոսքը, ինչ են ասում մեզ։ Ասում են հիմար եք։ Ինչի համար, որովհետև իրանք չեն կարողանում ընդունել խոսքը, բայց եթե այդ խոսքը մեր մեջ գա ու պտուղ բերի, այդ պտուղը իրանք կընդունեն։ Ուրեմն Տերը մեզ կանչել է, որպեսզի մենք նրա ծառաները լինելով ընդունենք խոսքը։ Շատ անգամ մենք խոսք ասում ենք մեր բարեկամին, ով է փորձել խոսքով իր ամուսնուն ապաշխարության բերել։ Հիսուսը ասպես կսե, ապաշխարես, բայց եթե այդ խոսքը լինի քո սրտի մեջ ու պտուղ բերի խոնարհություն եւ սեր, քո ամուսինը կասե, ես կնկա 20 տարի ասում եմ ոչ մի բան չի հասկանում։ Ոնց եղավ որ հավատացյալ դարձավ Աստծո խոսքը իր մեջ եղավ ինքը փոխվեց։ Նայեք, ամուսինը, կինն է, հարևանը կապ չունի, չի լսում խոսքը, որովհետև իրենք չեն կարող ընդունել խոսքը։ Խոսքը տրվում է վերակենդանացած մարդուն, վերածնունդ առած մարդուն, որովհետև Աստծո խոսքը կենդանի է, Աստծո խոսքը մեռելների համար չի։ Աստծո խոսքը կենդանի մարդկանց համար է։ Մենք նույնպես մի ժամանակ մեր մեղքերի մեջ մեռած էինք, բայց Տիրոջով վերածնվեցինք եւ այդ խոսքը մեզ դարձրեց ընդունակ լսելու Տիրոջ խոսքը։ Ուրեմն Հիսուս ասում է, երբ Հիսուսը Մարկոսի ավետարան 4-րդ գլուխ 10-րդ խոսքից եմ կարդում, երբ Հիսուսը մենակ մնաց, ովքեր նրա հետ են, ինչպես նաև 12 աշակերտները, նրան հարցին այդ աղագի մասին, եւ նա ասաց նրանց. Ձեզ տրված է որ Աստծո արքայություն խորհրդի մոնակ, սակայն նրանց, որ դրսում են ամեն բան, արագներով են ներկայացնում, որպես ինչքան էլ նայեն չտեսնեն, ինչքան էլ լսեն, չիմանան կարելի է Չիմանան, չլին թե դարձիկան եւ նրանց մեղքերը ներվեն։ Եվ նրանց ասաց. եթե այս արագը չեք հասկանում, ինչպես եք հասկանում մյուս բոլոր արագները։ Նայեք, սերմանացան Աստծո խոսքն է սերմանում։ Ճանապարհի եզրին ընկածներ նրանք, ովքեր որոնց մեջ սերմանում է խոսքը, բայց երբ լսում են սատանան իսկույն գալիս է վերցնում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։ Նայեք, կներեք, երբ որ մենք լսում ենք Աստծո խոսք, անպայման սատանան կգա գողանալ։ Սատանան գալիս է գողանալու լավը, թանկագինը։ Այսինքն այն խոսքը, որ մեր մեջ սերմանվել է, նայեք, մենք տեսնում ենք, որ սրտի մեջ է, չէ, հավատում ենք, լսում ենք, հավատում ենք, ընդունում ենք, բայց չարը գալիս է գողանում։ Ինչի համար, ո՞նց է լինում, որ գողանում է։ Որովհետև մեր սրտի մագելեսին է այդ խոսքը։ Իսկ եթե այդ խոսքը ներթափանցի մեր մեջ, չարը երբեք չի կարող գողանալ։ Որովհետև այդ խոսքը կլինի մեր մեջ, այդ խոսքը ամեն անգամ պտուղ կբերի։ Ու չարը չի կարող գողանալ։ Դրա համար Աստծո խոսքը սովորեցնում է մեզ, որովհետև մենք ամեն բանից առավել պաշտպանենք ինչը մեր սրտերը։ Ռուսերենով ասում է больше всего хранимого храни сердце свое։ Ուրեմն հաջորդը դա քարքարոտ տեղերն է։ Երբ այդպես էլ քարքարոտ տեղում սերմողած նրանք են, ովքեր երբ խոսքացում են ուրախությամբ իսկույն ընդունում են այն, բայց իրենց մեջ արմատ չունեն եւ ժամանակավոր են, հետո երբ այդ խոսքի համար նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն հրաժարվում են։ Դա այն մարդիկ են, ովքեր ընդունում են խոսքը, շատ անգամ մարդիկ ընդունում են խոսքը, որովհետեւ ասում են Աստծո խոսքը, որ երբ որ քարոզում, Աստծո խոսքը երբ որ վկայում, ասում արի հավաքույթի, ամեն բան լավ կլինի։ Դրանք սուտ վկաներն են։ Աստծո խոսքը դենց բան չի ասում։ Ասում է նեղ է իմ ճամփան, փշոտ է իմ ճամփան, քարքարոտ է իմ ճամփան։ Դրա համար մարդիկ երբ որ լսում են, որ լավ է հավատացյալ գնամ, Աստծո ճամփով գնամ, ամեն ինչ լավ կլինի։ Գալիս են ու նեղություն է լինում։ Ու մարդը գայթակղվում է ու Աստծո խոսքից Աստծո ճամփից հեռանում է։ Մարդը կարող է գա եկեղեցի տեսնի, որ մեկը իրան նեղություն է տալիս։ Լինում է, չէ՞, հավատացյալներ մեկին նեղում են։ Թե չի լինում, ձեր մոտ չկա, փառք Հիսուս։ Ձեր մոտ չկա, լավ։ Լինում են, բայց դերը կդատի այդ գործերը։ Ասում ես պիտի դատեմ, ասում է իմ ոչխարների մեջ,
որ շատերը լինում որ Աստծո խոսքը մագերեսային ընդունում են, բայց իրենց մեջ կյանք չունեն խոնարհություն, լինում են գայթակղության պատճառ մյուսի համար։ Բայց այն մարդը, որ գայթակղում է, ինքը ունի իր բաժինը, որ իր սրտի միջից այդ քարերը չի հեռացրել։ Շատ քարեր կան, որ մեզ խանգարում են։ Դրա համար Տերը սովորեցնում է մեզ, եթե մենք կուզենք, որ այդ խոսքը պտուղ բերի մեր մեջ, մենք մեր սրտի միջից այդ քարերը պետք է հանենք։ Ամեն։ Երրորդը ամենաշատ տարածվածն է կյանքում, դա փշերի մասին է։ Փշերի մասին նրանք են, ովքեր խոսքը լսում են, բայց աշխարհից հոգսերն ու հարստության պատրանքը եւ ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում ու անպտուղ են դարձնում։ Սա շատ ինչի համար է վտանգավոր։ Նայեք, կա կարիք, որը մենք պետք է հոգանք, բայց կա հարստության տենչանք, հարստության պատրանք, չէ՞։ Կա ասենք, որ մարդ աշխատում է, որպեսզի ապրի։ Բայց լինում է, որ մարդը այս աշխարհի հոգսերի հարստության լավ ապրելու մասին այնքան շատ է մտածում, որ խոսքը մարդու մեջ խեղդվում է, խոսքը պտուղ չի բերում, Դրա համար ինչ է պետք մեզ անել, որ այդ նայեք, փշերը որ աճում են, ուրեմն լավ հող է, չէ՞։ Փշերը որ աճում են, ուրեմն պարարտ հող է, եւ այդ պարարտ հողը զբաղեցրել են այդ փշերը։ Դրա համար մենք պտուղ չենք բերում, շատ անգամ մենք մտածում ենք Հիսուս ջան, ինչի՞ իմ կյանքում չկան պտուղներ։ Այդ պտուղի մասին մենք խոսենք, ես ինչքան ժամանակ ունեմ, ուր է ժամանակ։ Կան ժամանակ ունես, հանգիստ խոսա։ Նայեք, ասում է ներխուժում են, ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում ու անպտուղ դարձնում։ Նայեք, ոնց է ներխուժում։ Այդ փշերը որ կան, իրանից չեղան, չէ՞։ Փշերը աճում են, փշերը նույնպես ունեն սերմեր։ Այդ սերմերը ներխուժում են մեր կյանք։ Ինչի միջոցով, ոնց որ հավատքն է լսել Աստծո խոսքից, անհավատությունն է լսելուց ու լսելը չարից, չէ՞։ Շատ անգամ օրինակի համար ինֆորմացիա ենք մենք ստանում, չէ՞։ Մեր սիրտը, մեր միտքը զբաղեցնում ինֆորմացիա, դու կարդում ես, դու լսում ես, հեռախոսի մեջ նայում ես, թերթում ես հեռախոսը, չնայած որ թերթեր չունի, բայց այդ ստացված ինֆորմացիա դու նայում ես, մի հատ ռեկլամ ես նայում ու ասում ես, ես անպայման պետք է այդ ավտոն քշեմ։ Ուրիշ ավտոն վարիանտ չկա որ չքշեմ։ Ու դու քո մեջ սկսում ես վատ զգալ, որ դու Opel ես քշում ընդհանրապես։ Ու քո ցանկությունը, ես չեմ ասում թե Opel-ը վատ ավտո է, ես ունեմ։ Բայց Toyota 200-ին ավելի լավ է, չէ՞։ Ու երբ որ դու այդ դրանով ես ապրում, այդ մտքով ես ապրում, դու չես նկատում ոնց է քո ուրախությունը տեղափոխվում դեպի Toyota Cruise-ը։ Որովհետև քո ուրախությունը Հիսուսի միջից տեղափոխվում է։ Ու այն ուրախությունը, որ դու ունեիր մի ժամանակ Հիսուսի մեջ, կորչում է, ու դու չես կարող պտուղ բերել։ Ինչի, որովհետև քո ուրախությունը մի բանի մեջ է, որը որ դու չունես։ Ու քո տենչանքը այն է, ու միշտ մտածում ես ոնց է այդ ավտոն գնեմ, կամ անպայման չի ավտոն։ Բայց Աստծո խոսքը ասում է, որ մարդու կյանքը չի կախված իր ունեցվածը շատանալուց։ Հրեշտակում ասում է, այսօր պետք է վերցնեմ քեզ, ճամփային գնալու։ Ասում եմ, այդ վերցնում ես ճամփը, քեզ պետք չի գա թող։ Հարևանները կմտածեն դրա մասին, ոնց կիսեն։ Բայց ամենալավը հողը էս պարարտ հողն է, որ այն դուրը շատ է գալիս։ Բայց պարարտ հողի մեջ սերմաննրանք են, ովքեր լսում են խոսքը, ընդունում են ու պտուղ տալիս, մեկը 30, մեկը 60, մեկը 100։ Փառք Տիրոջ, ով պտուղ է տալիս։ Ու հիմա անցնենք այդ մտքին, ինչի համար պետք է որ մենք պտուղ բերենք։ Չէ, ինչի համար պետք է մենք պտուղ բերենք։ Ու ինչ է նշանակում պտուղ։ Նայեք Գաղատացիս թղթի մեջ, երբ որ մարմնի գործերի մասին է ասում է մարմնի գործերը, չէ՞։ Բայց հոգու մասին, երբ որ ասում է գրում է հոգու պտուղը, ոչ թե պտուղները։ Ամեն։ Հոգու պտուղը։ Ու այդ պտուղի մեջ պարունակում են եւ սերը, եւ քաղցրությունը, եւ ուրախությունը, եւ խաղաղությունը, եւ ժուժգալությունը, եւ հավատքը լրիվ պարունակվում են մի պտուղի մեջ, հոգու պտուղ։ Եվ դա սկսում է ինչից։
Պտուղների ցանքը ո՞նտեղից է սկսվում։ Սեր, Սեր, քաղցրություն։ սեր քաղցրություն։ Սեր ուրախություն ես գրել եմ, որտեղ միշտ խառնում եմ։ Սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, այսինքն եթե չլինի սեր մարդու կյանքում, չի կարող լինել ուրախություն, չի կարող լինել համբերատարություն, չի կարող լինել հավատք։ Ու ինչ սիրո մասին է խոսքը այստեղ ասում։ Նայեք, Քրիստոս զգուշացրեց իր աշակերտներին ու ասեց. Եթե դուք սիրում եք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, դուք ասում եք ոչ առավել չեք մաքսավորներից, առավել չեք մեղամորներ, նայեք, այս աշխարհին։ Լրիվ սիրում են իրաց սիրողներին։ Բայց ասում եք դուք այդ ձերը այդպես չպիտի լինի։ Այս սիրեցիք նրանց, ովքեր ձեր հանդեպ թշնամությամբ են լցված, կամ ձեզ նեղություն են տալիս։ Գալիս եկեղեցի, պատկերացրեք, գալիս եկեղեցի ու ձեր հարևանն էլ է գալիս եկեղեցի, որին դուք տեսնել չեք ուզում։ Ինչ առաջանում մեր մեջ։ Տերը սովորեցնում է, որ նայեք, Հովանու ավետարան 13-րդ գլուխ երկու համար եմ ուզում կարդալ։ 34 եւ 35-րդ խոսքերը։ Ձեզ նոր պատվիրան եմ տալիս։ Նայեք, Տերը պատվիրան է տալիս։ Ո՞ւմ է տալիս պատվիրան Տերը։ Աշակերտներին, փրկված մարդկանց է տալիս պատվիրան։ Այս աշխարհին Տերը պատվիրաններ չի տվել։ Մենակ ասում է ապաշխարեցեք։ Պատվիրանները սկսում է ապաշխարելուց հետո։ Ու ասում է. ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Նույնպես դուք միմյանց սիրեք։ Տերը մեզ ինչպես սիրեց։ Երբ սիրեց։ Այն ժամանակ դեռ մենք մեղավոր ենք, չէ՞։ Այն ժամանակ սիրեց։ Ոչ թե ասում որ արդեն մենք լավ սրբացանք բրծանք, Տերը ասում է դե լավ, որ երկինք եք եկեք ու ստիպված քեզ կսիրեմ։ Ասում է այն ժամանակ, երբ որ մենք թշնամիներ էինք նրա համար, Հռոմեացիս 5:8-ում ասում է, ճիշտ ժամանակ, այն ժամանակ Տերը մեզ սիրեց։ Ու հիմա այստեղ ասում է, ճիշտ այնպես ինչպես որ ես ձեզ սիրեցի, այնպես է դուք իրար սիրեք, այսինքն երբ պետք է սիրես, երբ որ ինչ որ մեկը քո դեմ թշնամություն է անում, վատություն անում, չարախոսում է։ Դա Տիրոջ պատվիրան է, դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց հանդեպ, միմյանց նկատմամբ սեր ունենաք։ Այսինքն աշխարհը ոնց կճանաչի, որ մենք Քրիստոսի աշակերտներն ենք։ Այս աշխարհը պետք է ճանաչի, որ մենք Քրիստոսի աշակերտներն ենք։ Ինչպես ճանաչի։ Գնանք ասենք մենք հավատացյալ ենք ու դրանով կճանաչեն։ Ոչ։ Նայեք, պտուղի հետ ոչ ոք չի կարող ոնց է սպորիչ։ Վիճել, հա։ Հիմա որ ասենք ենթադրենք կարտոշկա է, ծագում վաճառում սերմի կարտոշկա, չէ՞։ Ասում ես ես լավ է, մի հատ գցում ես ողի մեջ, մի գտրո հանում ես։ Այդ մարդը կարող է չհավատա, չէ՞։ Բայց եթե դու ինքդ ցանես ու այդքան հավաքես, այդ մարդը կհավատա, կտեսնի ու կհավատա, կարող դարի քեզանից կվերցնի սերմը։ Նույն ձևով Տիրոջ խոսքը, եթե մենք Տիրոջ խոսքը ասում ենք մարդկանց, մարդիկ չեն ընդունի։ Ու մեզ անբանակ է, որ եթե չեն ընդունի, դա նորմալ բան է, եթե մարդիկ չեն ընդունում խոսքը, բայց պտուղը չընդունել, չեն կարող։ Չեն կարող, ասենք, եթե քո կյանքում չկար, ասենք, որ մարդկա, որ օրինակի համար ինքը չի ապաշխարած, ասենք, անհավատ մարդ է, բայց հանգիստ մարդ է, չէ՞։ Բայց մարդ էլ կա, ասենք, կեսաբարոտից խոդվում է, որ ասում են, չէ՞։ Հիմա դու ապաշխարեցիր, եկար եկեղեցի, քո կյանքը վերափոխվեց, այդ մարդիկ տեսան, իրանք չեն կարող չհավատալ։ Ասում են ո՞նց եղավ այս մարդը փոխվեց։ Ո՞նց եղավ այս մարդու կյանքը փոխվեց։ Այն ժամանակ խոսքը որ ասես, կասես դա ոչ թե ես փոխվեցի, այլ Տերը փոխեց ինձ։ Տերը փոխեց ինձ։ Այդ ժամանակ տեսնեն մարդիկ որ ոնց որ ստեղ գրված է, երբ որ տեսնեն,
որ ձեր մեջ կա սեր, մարդիկ հավատան, որ դուք իմ աշակերտներն եք, դուք իմ աշակերտներն եք։ Ուրեմն խոսքը իր մեջ ունի ուր, որը որ մեր մեջ ընկնելով կարող է բերել պտուղներ։ Խոսքը, որ մենք լսում ենք, գրված է, չէ, հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից։ Դա կբերի պտուղներ, բայց ում կյանքում կբերի, ում կյանքում չի բերի։ Նայեք, մի հատ Աստվածաշնչից օրինակ բերեմ ու մենք աղոթենք։ Հին ուխտի մեջ այն ժամանակ մենակ հրեաներն էին հավատացյալ, չէ՞։ Ուրեմն ինչքան մարդ էլ այնտեղից դուրս 6000 տղամարդ մինչև 20 տարեկան 20 տարեկանից վեր ավելի շուտ։ Ու երևի 3 միլիոն մարդ հաստատ դուրս եկել, չէ՞։ 600,000 600,000 մենակ տղամարդիկ էին, չհաշված կանայք եւ երեխեք են։ Դրանք ավելի։ Բայց 600,000 մարդից 600,000 մարդուց ընդամենը 2 հոգի մտան խոստացած երկիր։ Պատկերացնում եք 600,000 մարդից ընդամենը 2 հոգի մտան։ Ինչի համար։ Այդ ամեն մարդիկ են անցան ծովի միջով, ամբը իրենց պաշտպանում էր, ցերեգը, գիշերը կրակը պաշտպանում էր, ամենքն էլ կերան մանանայից, չէ, ամենքն էլ խմեցին այն ջրից, այն վեմից, չէ, ամենքն էլ տեսան հրաշքներ, բայց ընդամենը 2 հոգի, ամենքն էլ լսեցին Տիրոջ խոսքը, ամենքն էլ լսեցին Տիրոջ պատվիրանները, ամենքն էլ տեսան Տիրոջ զորությունը, այն ամբը, որ իջավ, ոնց է կոչ, սկինյա, խորանի վրա, ամենքն էլ տեսան, բայց ոչ ամենքին Աստված հավանեց, ոչ ամենքի մեջ այդ լսած խոսքը օգուտ բերեց, միայն նրանք, ովքեր հավատքով ընդունեցին, նայեք Հիսուս Նավինը և Քաղեբը, իրանք էլ ունեին իրանց վախերը, իրանք էլ ունեին ինչ-որ մի մտածմունքներ, բայց նրանք ասին, Տերն է մեզ հետ, ամեն, Տերն է մեզ հետ, այսօր նույն խոսքը մենք լսում ենք, այդ նույն խոսքն է, այդ նույն խոսքը մենք այսօր լսում ենք, ու եթե մենք խոսքը լսենք հավատքով ու մեր մեջ սերմանենք, մեր սրտի մեջ, մենք անպայման պտուղ կբերենք։ Ուրիշ տարբերակ չկա, կամ մենք պտուղ ենք բերում, կամ Տերը խաբում է։ Մենք գիտենք, որ Տերը չի խաբում, ուրեմն ինչու՞մն է պրոբլեմը։ Այդ խոսքը մենք չենք դնում մեր սրտերի մեջ, ինչի համար, ասեմ ձեզ, որովհետև եթե այդ խոսքը գավ իմ սրտի մեջ, ես պետք է մեռնեմ, ու Տերը իմ մեջ ապրի, բա ոնց կլինի ես որ մեռնեմ։ Չէ, իմ եսը պիտի մեռնի, եթե խոսքը եկավ իմ կյանքի մեջ, եթե ես չմեռնեմ, Հիսուսը չի կարող ապրել իմ մեջ։ Շատ անգամ մարդիկ դրանից են վախենում, ասում են ոնց կլինի ես չկամ։ Դու կլինես պրոստը Հիսուսի մեջ։ Հիսուս ասում է, եթե լինեք իմ մեջ եւ իմ խոսքերը լինեն ձեր մեջ, դուք շատ պտուղ կբերեք եւ դրանով Տերը կփառավորվի։ Ամեն։ Այն այսքան։ Աղոթենք։ Ժամանակ դեռ կա, եթե